Ազատության պահանջով են ժողովվել աջակիցները դատարանի բակում։ Հավաքվել ենք, որ օրենքը հաղթի հայտարարում են։ Հակակոռուպցիոն դատարանը առավոտից քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Կարապետյանը 5 ամիս է կալանքի տակ է։ Նա հունիսի 18-ին 2 ամսով կալանավորվեց Հայ առաքելական եկեղեցուն հրապարակային աջակցությունից հետո։ Օգոստոսի 15-ին հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով երկարաձգեց նրա կալանքի ժամկետը, ինչից հետո այն եւս 1 ամսով երկարացվեց։ Իշխանական թևից ասում են, որ որևէ վտանգ չեն տեսնում Սամվել Կարապետյանից։ Լրագրողներն են նկատում Կարապետյանի եղբորորդու հետ զրույցում։ Եթե վտանգ չեն տեսնում, ինչու բաց չեն թողնում Սամվել Կարապետյանին։ Նարեկ Կարապետյանն այս գործընթացի հետ է կապում նաև Հեցին լիցենզիայից զրկելը։ Պնդում է Ստոկհոլմի արբիտրաժի պահանջն է խախտվել։ Հավելում սակայն Սամվել Կարապետյանի համար որևէ ակտիվ ավելի կարևոր չէ, քան իր համոզմունքները։ Ստոկհոլմի արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանին, որ չկատարի այսպիսի որոշում։ Կատարվել է այն հետևանքները բիզնեսի հետ կապված, որ մենք տեսնում ենք, որ մենք կրում ենք, մենք պատրաստ ենք կրելու այդ հետևանքները։ Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, հարկեր, դուրքեր կամ այլ վճարներ չվճարելու, ինչպես նաև փողերի լվացման մեջ։ Տևական քննությունից հետո այսօր դատարանը նիստ ընդմիջեց։ Փաստաբանների տպավորությամբ 18 հատորանոց գործի այս հերթական միջնորդությունը քննելու համար եւս մի քանի ժամ կպահանջվի։ Ու մինչև նիստը կհատի եզրագիծը, ասում են, ընթացքից գոհ չեն։ Վարույթն իրականացնող մարմինը ներկայացրել է իր դիրքորոշումը, բավականին ծավալուն էր փաստաբանական թիմի հարցադրումները։ Վստահ եմ մենք ականատես կլինենք, որ այս գործը շատ արագ պետքա կարճվի։ Ինչպես փողերի լվացման դրվագով, այնպես էլ կոչի դրվագով չունենք գեթ մեկ ապացույց։ Փաստաբաններն ասում են, եթե իրենց ակնկալիքը չտեսնեն դատարանում, իրենք էլ իրենց ձևով են պայքարելու, կանգնելու արդարության կողքին։ Իսկ աջակիցներն էլ մեր ձևով արտահայտությունն են հնդածս մեկնաբանում, հայեցի ձևով, ազգային արժեքների ձևով։ Մեր պայքարը ուղղված է արդարության վերականգնման, որ մեր պայքարը արդար է եւ մեր պայքարը մեր ձևով է։ Ու մինչև դատարանի պատերից ներս դարձյալ մեկնարկեց իրավական քննությունը, վանկարկում են պայքար, մեր ձևով։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։